Մեկ օրում 2 համաշխարհային ռեկորդ, երկուսն էլ հայերի մասնակցությամբ։ Այսօր Գինեսի համաշխարհային ռեկորդի հեղինակը նախկին ծանրորդ է։ Ում մասին է խոսքը, կասի Վարդան Թադևոսյանը։ Քրիստինե, խոսքը հայ նախկին ծանրորդ Բենիկ Իսրայելյանի մասին է, նա 54 տարեկան է, մանրամասներ այժմ տեսանյութում։ Սպորտի գործընկեր Viva Celebtes։ Մայիսի 23-ին Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքի գրասենյակը նամակ էր հղել Բենիկ Իսրայելյանին, որտեղ նշվում էր Բենիկ Իսրայելյանի կողմից ռեկորդ սահմանելու հիմնական պայմանները։ Ըստ այդ նամակի Բենիկը պետք է միջնամատով բարձրացնել նվազագույնը 104 կիլոգրամ 43 գրամ քաշ ունեցող ծանրություն, որ արդյունքը գրանցվի Գինեսի ռեկորդների գրքում։ Նամակի մեջ այնուհետև նշվում էր այն մի քանի պարտադիր կանոնները, որոնք մարզիկը պետք է պահպանի ռեկորդը սահմանելու ժամանակ։ Օրինակ, չօգտագործել թևկապ կամ մագնեզիումի փոշի, նկարանումները կատարել սիրողական տեսախցիկով առանց ընդհատելու, ծանրությունը բարձրացնել նվազագույնը 20 սանտիմետր եւ պահել ձեռքերն ու գոտկատեղը հորիզոնական վիճակով։ Իհարկե, այս ամենը պետք է հետևեին հանձնաժողովի 3 անդամները, ովքեր արձագանքելու են յուրաքանչյուր պահը, իսկ այն բավական լարված էր հատկապես Բենիկի համար։ Ծանրության քաշը 116 կիլոգրամ 900 գրամ էր։ Բենիկ Իսրայելյանն այսօր հաղթահարել է ներկայացված պահանջները։ Իսրայելյանը 116 կիլոգրամ 900 գրամը բարձրացնում է 25 սանտիմետր եւ պահում 7 վայրկյան։ Ռեկորդն արձանագրվել է հայկական ցուցանագրքի հանձնաժողովի կողմից։ Նախ ահագին ժամանակա ես ծանրությունը չէի հանել։ Երկրորդը ֆիզիկապես վրա սկսեցի պարապել։ Երրորդն էլ որ 105 կիլո չկար ռեկորդը, որ ուղարկել էին ինձ, ես փորձեցի 116-ից 117 կիլոից սկսեմ ու կշատացնեմ 120, 130, 140, 150 ոչ, միջնամատով ասում ճուկոտով կարամ 70 կիլոգրամ բարձրացնեմ միջնամատով այդ ուրիշ է միջնամատով Առաջին ծափարվը թորնիկ է դեղավ քեզ։ Այո, իմ թորնիկներն էին, շնորհավորեցին ռեկորդս կնվիրեմ իրենց։